Ողջույն բոլորին, այս տեսանյութում կխոսենք լուսնի միացումների մասին հունվարի 30-ի համար։ Լուսինը այսօր բացարձակապես միացում չունի և հիանալի ժամանակ է ամբողջ օրը ինչ-որ գործեր անելու համար։ Բարենպաստ ժամանակ է, յուրաքանչյուր բան կարող եք այդ օրը անել։ Եվ քանի որ լուսնային 13-րդ օրն է այդ օրը, նաև շատ կարևոր է, միացում, իհարկե միացումներ չունի, բայց ինքը 13-րդ օրն է և գտնվում է խեցգետի նշանում։ Ապա այստեղ կարող եք անել, գնել կամ կենցաղային և ընտանեկան գործերով զբաղվել, կենցաղային իրեր գնել, նախնիների հիշատակի օր է, ծնողների հետ հանդիպումների և շփման համար է շատ լավ, իրականացնել ցանկացած բան, պետք է արագ մշակեք, պետք է ինչ-որ գործեր են սրանք, որ պետք է արագ անեք, այդ օրը ավարտեք։ Արտասահմանյան գործերի հետ է շատ լավ ապրանքների գնելու, վաճառքի, հնաոճ իրերը գնելու և վաճառքի համար, լոգարանի պարագաներ, լողավազանի պարագաներ, խոհարարական գործերի հետ կապված շատ լավ է, հյուրանոցների, ռեստորանների, բարերի, ճաշարանների, գարեջրատների համար շատ լավ է, բոլոր գործունեության համար այսօր շատ լավ է, սննդամթերքի և նաև ծովային թեմաների հետ կապված առևտուր եթե անում եք, ապա այդ գործունեությունը ևս լավ է։ Այս օրերին շատ լավ է նաև դատավարության համար, հակառակ սեռի հետ շփման համար է շատ լավ, գրական և պատմական երեկոների համար, ստեղծագործական աշխատանքի համար, պոեզիայի համար։ Եվ ուղղակի, որ նա գտնվում է խեցգետի նշանում, հենց այս օրը իրար հետ միացված ունեն անբարենպաստ միացումներ, անբարենպաստ է դա իրար հետ, այսինքն լուսնային 13-րդ օրը և խեցգետին միասին։ Պետք չի անել այն գործերը, որոնք որ ձգձգվել էին, կամ ձգձգվում են, ուրեմն այդ գործերը պետք է չանել, սկսել նոր տան շինարարություն, տեղափոխվել, վերաբնակեցման համար է շատ վատ, նոր ծանոթություններ գտնելու, նշանադրության, հարսանիքի, միայն եթե ամուսնանում են արդեն իսկ ամուսնացած եղած կնոջ հետ, ապա դա կարելի է։ Եվ այլ ընտանեկան տոնակատարություններ անցկացնելու համար ևս այդքան էլ լավ չէ, գումար տալ չի կարելի, գումար վերցնել պարտքով ևս չի կարելի, այսօրը երկուսը միասին մազերի կտրման համար շատ վատ է, լավ չէ, կրծքավանդակի վիրահատության համար լավ չէ, պլևրայի, լորձաթաղանթների, մարսողական օրգանների, լյարդի, լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի վիրահատությունների համար, կրծքավանդակի, թոքերի, ստամոքսի, լյարդի, այդ կարող է ծանրաբեռնվածությունը շատ լինի այս օրերին և ավելի շատ վնաս կհասցնի, եթե վիրահատություններ անեք, և ովքեր ունեն այդ խնդիրները, ապա ուղղակի այսօր պետք է խնամեք այդ օրգանները, չնայած որ ասում եմ ես, օրգանները, որոնք են ավելի կարևոր, ամենազգայուն, բայց ամենայն դեպս սրանք երկուսը միասին է վերցված։ Նաև բոլոր տեսակի կենսաէներգետիկ բուժման համար է վատ, ալկոհոլ օգտագործելու, դեղորայք ընդունելու համար է շատ վատ, այնպիսի բույսեր տնկեք, որ իրենք բարձր են աճում, տնկելու համար է վատ, պտղատու ծառերի և թփերի կտրելու համար է շատ վատ, երկուսը միասին, դուք պետք է դա վերցնեք իրար հետ։ Եվ այսօրվա վտանգը, թունավորում կարող է լինել թմրանյութերից, ալկոհոլից, դեղամիջոցներից, քիմիական նյութերից, պետք է սուր, ծակող, կտրող գործիքներից հեռու մնաք, դանակներից, կացիններ, քլունգներ, նաև հնարավոր է, եթե չափից շատ հեղուկ օգտագործեք, ապա կարող եք արդեն հաջորդ օրը առավոտյան արթնանալ այտուցված, աչքերը ուռած, դեմքը ուռած, նաև աղը պետք է չչարաշահեք այսօր և բացի դա էլ ոտքերը կարող են ուռել արդեն երեկոյան ժամին։ Նաև պետք է ուշադրություն դարձնեք այդտեղ ձեր ընտանի կենդանիներին և սողուններից պետք է հեռու մնաք։ Ճահճոտ վայրերից նույնպես, ջրից հեռու պետք է մնաք, որովհետև այստեղ խեղդվելու վտանգը բավականին շատ է։ Եվ քանի որ խեցգետին նշանում է, ապա
խեցգետնի հիմնական գույնը, լավ գույնը, դա կանաչն է։ Դա կօգնի ձեզ վեգետատիվ համակարգի ամրապնդելու համար, ես այդքան էլ դրանցից լավ չեմ հասկանում։ Եթե ովքեր ունեն նմանատիպ խնդիր, ապա դա շատ լավ է ձեզ համար, կարող եք կանաչ գույնի ուտելիքներ ուտել, կանաչ հեղեն այնտեղ, կանաչ պղպեղ եւ այլն, շատ բան կա կանաչ։ Չի կարելի այսօր ուտել նարնջագույն, այսինքն նարինջ, մանդարին եւ մանուշակագույն։ Այն ինչ կա մանուշակագույն, դա բադրջանն է, դա էլի բաներ կա, որ այս պահին կարող է չհիշեմ։ Դա նաև կարող է լինել կաղամբը, մանուշակագույն կաղամբը, որ չի թույլատրվում ուտել, եւ եթե գազար, եթե կա գազարը այդ գույնի, ապա դա եւս չի թույլատրվում։ Դե էլի բաներ կա, հիմա այս պահին իհարկե այնտեղ բազուկ կա, որ եւս մանուշակագույնը չի թույլատրվում, եւ իհարկե կանաչը դա շատ լավ է կրծքավանդակի համար։ Բայց այսօր կանաչ գույն մի հագեք, որովհետև կանաչը արդեն այդ գույնի հագուստը հակացուցված է խեցգետնին, երբ որ գտնվում է խեցգետի նշանում։ Դե ինչ որ հակասական շատ վատ բաներ այդպես չեն լինի, ընդհանրապես կանաչ գույնի ավելցուկ դա չի լինում։ Կանաչը այն գույնն է, որ երբեք ավել չի լինում, ոչ մի դեպքում ձեզ վնաս չի տա։ Բայց շատ լավ կլինի, եթե այս օրը օգտագործեք վիտամին B։ Կարող եք առանձին խմել վիտամին B այս օրերին կամ օրինակ կարտոֆիլ կարող եք ուտել, բրնձի կեղևում է դա շատ հացահատիկի կեղևում եւ նաեւ խմորիչում։ Դե իրենք բավականին շատ են, դուք կարող եք նաեւ ուղղակի խմել իրենց, այս 2 օր ընդամենը։ Եվ եթե կանաչ գույնը հագնեք, ճիշտ է այդքան էլ, որ ասեմ, շատ չի թույլատրվում, բայց եթե կրեք այսօր կանաչ գույնը եւ եթե զգաք, որ անվճռական եք, կասկածների մեջ եք, ապա ուղղակի պետք է փոխեք այդ գույնի հագուստը։ Եվ ովքեր ունեն հիպոֆիզի եւ նյութափոխանակության հետ կապված խնդիրներ, ապա այսօր եւս կանաչեղեն շատ կերեք։ Կանաչ աղցանը, կանաչ պղպեղը իրար հետ կտրատեք, այդպես կանաչեղեն, կարող եք նաեւ կանաչիներով ձվածեղ անել կամ կոտլետ։ Բոլոր կանաչիները միասին այդպես հավաքեք եւ պատրաստեք։ Չնայած հենց այս ժամանակահատվածը կարող եք ուտել ժենգյալով հաց, որովհետեւ եւս ալյուրը ձեզ համար հիանալի է, այդքան բոլոր կանաչեղենը եւս հիանալի են։ Եթե կարող եք, ապա գնեք եւ կերեք այս օրերին։ Եվ իհարկե այս օրերին, հատկապես ամսի 1-ի դրությամբ, մինչև ամսի 1 անգամ պետք է հասկանալ, որ տղամարդիկ իրենց աշխատանքի վայրում այդքան էլ իրենց լավ չեն զգա, միգուցե նաև գործերը այդքան էլ լավ չընթանա։ Հատկապես եթե որոշել են տան ներսում որևիցե վերանորոգում անել, ինչ որ չնչին որևիցե գործողություններ, ապա այն հնարավոր է չստացվի։ Եվ ընդհանրապես այդ օրը համարվում է առեղծվածային օր, կախարդական օր, դա կոչվում է կախարդների օր, օֆիուքա կոչվում, դա կոչվում է կախարդի համաստեղություն, այնտեղ որտեղ որ այս պահին լուսինը գտնվելու է, ինքը այդ աստղերի մոտ։ Դե ավելի շատ զմենոս, այդպես որ ասում են, դա ընդհանրապես 13-րդ կենդանակերպի նշանն է։ Եվ իր աստղի մոտ է հիմա գտնվում լուսինը։ Եվ այսօր պետք է ուշադիր լինել, որպեսզի չհիվանդանաք, հատկապես չընկնեք հիվանդանոց, որովհետև եթե այսօր հայտնվեք հիվանդանոցում, ապա այնտեղ շատ երկար ժամանակ կարող եք մնալ։ Ծնվածների համար եւս տեղեկություն ունեմ, բայց ոչ բոլոր տեղեկություններն են, որ կարելի է այսպես հրապարակել։ Ես ասել եմ, որ լուսնի օրերում կան շատ օրեր, որոնց մեջ նշվում է ծննդյան օրերի հետ կապված, ծնված օրերի հետ կապված, թե այդ օրերը մարդիկ, որ ծնվում են, որքան կապրեն, ինչ կլինի իրենց հետ։ Բնական է հենց այսօրվա ծնվածի հետ կապված եւս էլի նորություններ կան։ Բայց չեմ կարող ասել, եթե ինչ-որ մարդկանց կյանքում լուսնային 13-րդ օրը ծնված մարդ կա, ապա կարող եք ինձ գրել։ Այդ դեպքում կպատասխանեմ, բայց իհարկե, եթե արդեն մեծ է։
երեխա չէ, մեծ է։ Այսքանը սիրելիներս այսօր այս տեղեկատվության համար որոշել էի չանել ընդհանրապես, բայց դեռ որոշ ժամանակ հնարավոր է պահպանվի։ Այսքանը լավ եղեք, ձեզ լավոր եմ մաղթում, հետևեք այս իրավիճակներին, ինչ կարող եք անել, ինչը ոչ, որպեսզի ճիշտ ապրեք, ճիշտ ուղղակի լսեք եւ հասկացեք ինչն է ձերը այդ օրը եւ դուք դրանով զբաղվում եք թե ոչ, եթե դուք ամբողջ օր տանը նստած եք, ոչինչ չեք անում, բնականաբար հա ինչ որ բաներ կան, որ դրանք ձեզ համար չեն։ Այսքանը լավ օր ձեզ։